Հայ-իրանական զորավարժությունը սահմանին վերջին տարիների դադարից ու լռությունից հետո աննախադեպ իրադարձություն են սովորակում փորձագետները։ Տարածաշրջանի անվտանգային նոր պայմաններում 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Իրանը որևէ ռազմական համագործակցության չեն գնացել։ Քաղաքագետը նման իրադարձություն չի հիշում նաև դրան նախորդող տարիներին։ Ասում է, ծավալներով փոքր զորավարժություն է, ցուցադրական քիչ տարերով, բայց նաև քաղաքական կարևոր մեսիջներ կան։ Փոքրացավալ միջոցառում առնելու։ Բացի դրանից, ինչպես տեսնում եք, խոսքը չի գնում դասական իմաստով համատեղ զորավարժությունների մասին, որտեղ փաստացի միաժամանակ երկու երկրի տարածքում պիտի տեղի ունենա։ Այս կարծում եմ, դա պայմանավորված է նրա հետ, որ Իրանը ասեն հակասություն ունի, էլի հիմա ինքը մի կողմից խնդիր ունի ինչ-որ մեսիջ ուղարկի Ադրբեջանին ու Թուրքիային ու նաև ցույց տա, որ ներկայությունը պահպանում է տարածաշրջանում։ Իր համար բավականին բարդ իրավիճակում մյուս ուղղություններով։ Բայց միաժամանակ Իրան պետք չի, որ դա դառնա նոր ինչ-որ օջախ, ինչ-որ կետ լարվածության։ Երեք սկսված զորավարժությունները կշարունակվեն նաև այսօր։ Խաղարկվող սցենարը Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումն է առաջադրանքը դրանք չեզոքացնելու գործողություններ իրականացնելը։ Նորդուզում են հայ-իրանական զորավարժանումները։ Ուշագրավ է, որ Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ լարված հարաբերությունների ֆոնին է իրականանում այս զորավարժությունը։ Իրանն ամեն դեպքում հիշեցնում է, որքան էլ այլ ճակատներում զբաղված է, միևնույնն է, ամուր ռազմաքաղաքական ներկայություն ունի տարածաշրջանում։ Ռազմական նոր խնդիրներ ու բախումներ Իրանին իհարկե պետք չեն։ Դա է պատճառը, որ զուսպ հայտարարություններ են անում տպավորություն ստեղծելով, թե արտարոց ոչինչ չկա։ Ծայրահեղ հայտարարությունները ձեռնտու չեն նաև հայկական կողմին, այսպես ասենք, պատմության մեջ Ամերիկայի ամենահակաիրանական վարչակազմի պայմաններում։ Իրանի եւ Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա։ Դա արվում է մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարելու եւ կայուն խաղաղություն պահպանելու համար։ Օրեր առաջ էր Երևան եկել արտգործնախարար Աբբաս Արաղչին շեշտել, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը։ Միևնույն ժամանակ դիվանագետը նշել էր, որ էսկալացիայի վտանգ տարածաշրջանում կա։ Փորձագետն ասում է, այս ձևաչափով զորավարժություններ Իրանը նախորդ տարի էլ Ադրբեջանի հետ անցկացրեց։ Այդ երկրների միջև նաև վերջին շրջանում դիվանագիտական երկխոսություն կա։ Այսինքն կարելի է ընդհանրել, որ Իրանի գործողությունները զսպման մոտիվացիա ունեն։ Եթե Ադրբեջանը ինչ-որ կոնֆլիկտ հարարում Իրանը միջամտում է այդ կոնֆլիկտին, երրորդ քայլը լինելու է Թուրքիայի միջամտություն։ Այսինքն խոսքը չի սահմանափակվի Ադրբեջան-Իրան կոնֆլիկտով, այլ կվերածվի թուրք-իրանական կոնֆլիկտի։ Ու ես անկեղծ ասած չեմ կարծում, որ Իրանը ձգտում է այդ կոնֆլիկտի մեջ մտնել։ Իրանը Ադրբեջանի պահանջների մասին հստակ քաղաքական դիրքորոշում ունի, բայց փորձագետը հիշեցնում է, երբևէ պաշտոնական հայտարարություն չի եղել այն մասին, թե որքան կպաշտպանի այդ դիրքորոշումը ռազմական ճակատում։ Այնուամենայնիվ միամտություն կլինի կարծել, որ Ալիևյան ռազմատենչ սպառնալիքներով լեցուն հայտարարությունների ֆոնին պատահականություն է հայ-իրանական հակաահաբեկչական վարժանքը խաղաղության զորավարժություն խորագրով։ Տիգրան Յուրգենյան, ժամը լրատվական։